Չել հետաքրքրում փոստը content-ը չի կարևորը մեր տներն է։ Բայց տունը մի քանի մետր հեռավորության վրա է փոստից։ Փոստը հետևն է, հա։ Բայց մեզ հետ կապ չունեմ։ Հայփոստի հենց հետևում բնակվող կինը, որ ներկայանալ չցանկացավ, դեռ չգիտի, որ իր ֆրիկի 5 հասցեում տեղակայված տունը արդեն իսկ կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակաշահ։ Հայփոստի շենքի հետևում համաշխարհային առևտրի կենտրոն է կառուցվելու։ Որոշումը կառավարությունը կայացրել էր դեռ 2 տարի առաջ, փաստաթղթի վերջում մի կետ ավելացնելով, որ գույքին հարակից մինչև 12,000 քառակուսի մետր մակերեսով հողամասը ճանաչվել է պետության կարիքների համար բացառիկ գերակա հանրային շահ։ Սրանից մի 15 օր առաջ են եկել տղամարդիկ էին։ Վերեցին, նորից նկարեցին տան քառակուսի մետրը։ Չասացին ինչի համար։ Նոր քարտ են ուզում կազմել, քանդելու մասին նախ խոսք չի եղել։ Անցած տարվա հունիսին էր գործադիրը հաստատել Սարյան-Պարոնյան փողոցների միջնամասում սահմանափակված հանրության գերակաշահ ճանաչվող տարածքների հասցեների ցանկը։ Թափաբաշ, Կոզեռնի, Ռուսթավելու, Ֆրիկի, Սուրբ Հովանեսի փողոցների տներն էին այստեղ նաև ներառված։ Որոշման մեջ էլ առանձին տողով նշված է. ծրագիրը առանց այդ հողատարածքների հնարավոր չէ։ Որոշումները մեզ մոտ կայացվում են առանց ամբողջական պատկեր ունենալու, առանց քաղաքային պլանավորման գործընթացը հետևելու եւ այսպես ասած, գիտեք, մեկ օր կարող է մեկ կառավարության ինչ-որ անդամ քնի եւ զարթնի ու որոշի, որ այսինչ տեղը կարելի է նման մի բան կառուցել։ Ոչ միայն հարակից տարածքում ապրող մարդիկ, այլ նաև մասնագետները տեղյակ չեն, ինչ է կառուցվելու մայրաքաղաքի հենց սրտում։ Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, որ տևական ժամանակ ուսումնասիրել է փոստի եւ հարակից կոնդի տարածքը, բարձրաձայնում է. որևէ հստակ հաշվարկ արված չէ, ինչ ազդեցություն է ունենալու այդ նախագիծը մայրաքաղաքի վրա։ Բավականին ոչ թափանցիկ գործընթաց է։ Դե ունենանք համաշխարհային առևտրային կենտրոն։ Շատ բարի ունենանք, բայց ինչու էստեղ, ինչ չափերի եւ այլն, այդ ամբողջ որոշումներ կայաց ու ինչ ազդեցություն կարող ունենա ոչ միայն փողոցի վրա, այս շրջանի վրա, այլ ամբողջ կենտրոնի, ամբողջ մայրաքաղաքի վրա։ Համացանցում ժամանակին հայտնվել էր քննարկվող ծրագրի նախագիծը։ Փոստի հենց ետնամասում վերխոյացած մի երկնակ էր։ Այն ժամանակ խոսվում էր 40 հարկի մասին։ Ազատության հարցմանի պատասխան կառավարությունը ոչ հերքել, ոչ հաստատել է այս լուրը։ Հայտնի է միայն, որ մեգա նախագծի ընդհանուր արժեքը ավելի քան $200 միլիոն է։ Երևանի կենտրոնում 123,000 քառակուսի մետր տարածքով շենք-շինություններ են կառուցվելու, 4 եւ 5 աստղանի հյուրանոցներ, կոնֆերանս դահլիճներ, բիզնես կենտրոն։ Ծրագրի 20%-ը Հայաստանի կառավարությանն է, մոտ 30%-ը Հայփոստինը, իրականացնողը Ռենշինն է։ Ոնց եղավ, որ Երևանում միանգամից ամենապրոբլեմատիկ շենքերը այդ նույն կազմակերպությունն է, որը ասենք շահարկվում է տարբեր, չգիտեմ, փոխվարչապետների կամ կառավարության մոտ գտնվող մարդիկ։ Ես կարծում եմ դա շատ մեծ պրոբլեմ է դառնալու երևանցիների համար։ Մեգա նախագծի հետ կապված անպատասխան հարցերը շատ են, ասում է կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ընդգծելով. իշխանությունը պետք է բիզնեսմենի ագահությունը զսպող դառնա, այլ ոչ թե թողնի, որ փողը ուտի փոքր կենտրոնը։ Եթե շատ եք ուզում այդ համաշխարհային այդ կենտրոն առևտրի, խնդրեմ սարքեք գնացեք, դալմայի կողմերը տեղ կան, խնդրեմ գնացեք այդ մասը զարգացրեք, չի կարելի ամբողջը կենտրոնին, ինչ այդ կառուցապատողները եկել են այդ կենտրոնը նարել, քաղաքապետարանում եւ մնացածում ցավոք չկան այդ հմտություններ, գիտելիքների տիրապետող մարդիկ, էլ չեմ ասում այդ խայտարակ էս կոռուպցիոն սկանդալների եւ շահերի բախման թեմայով, այդ մարդկանց բան վստահել։ Թե ինչպես է ընտրվել Ռենշինը, արդյոք կազմակերպել է բաց մրցույթ, երբ է նախատեսվում շինարարության մեկնարկն ու ավարտը։ Կառավարությունը ազատության հարցերը անպատասխան է թողել, հորդորելով սպասել նախագծի վերջնական հաստատմանը։ Ծրագիրն ունենալու է շատ դրական ազդեցություն, թե տնտեսական, թե քաղաքաշինական, թե սոցիալական եւ թե այլ տեսանկյուններից։ Համառոտ գրությամբ պատասխանել են կառավարությունից։ Մոտ 1 ամիս առաջ էր վարչապետի գլխավորությամբ էր կառավարությունում խորհրդակցություն տեղի ունեցել, որի ընթացքում գործադիրը կարևորել էր մեգա նախագծի ներդրումային նշանակությունը։ Նայում ես վարչապետը, որ նստած են կառուցապատողը, բնականաբար այդ մարդիկ իրենց ագահությունից ելնելով
ստորադասելով Երևան քաղաքի շահը, ստորադասելով Երևան համայնքի շահը եւ երևանցիների շահը, ուզում են փող աշխատեն։ Կենտրոնի նախկին թաղապետը կառավարության տնտեսական օգուտների խոստումներին զուգահեռ թվարկում է արդեն իսկ կանխատեսելի վնասներն ու վտանգները։ Ռեստորաններով ու գինետներով գերծանրաբեռնված Սարյան փողոցում նոր հսկայի ի հայտ գալը ել ավելի կպարալիզացնի կենտրոնի երթևեկությունը։ Ավելին, ինչպես կարձագանքեն մեգաշինարարությանը անմիջապես փողոցի տակ գտնվող անմխիթար թունելները։ Ընդհանրապես պետք է Երևանի փոքր կենտրոնում հայտարարվի կառուցապատման մորատորիա, միջև չլինի Երևանը չունենա հստակ գրագետ, 1-2 տարվա մեջ, չգիտեմ, տարբեր մասնագետների կողմից կազմված եւ Երևանի մասնակցային կառավարումը ներառված ռազմավարական master plan, ընդհանրապես փոքր կենտրոնում չի կարելի։ Փոստատունը արդեն իսկ խարուքանդ վիճակում է։ Կոտրված ապակիներ, ներսում ավերակ։ Եվ կրկին անպատասխան հարց. ինչու քանդելը եւ ոչ թե վերակառուցելը դարձավ նախապայման։ Սրա հեղինակը Էդվարդ Սարապյանը Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել։ Դուք չեք պատկերացնում ինչքան մեծ բան է դրվել է ժամանակ այս կառույցը։ Ինքը այս մոդեռնիստական այս ճարտարապետությունը շատ հարգի է սաղ աշխարհում էլ Երևանում է դեռ 100 տարի շենքը կարող շատ լավ կարող ես վերանորոգել։ Ընդհանրապես այս հայփոստի շենքը որ ապակիները փոխես, ինչ որ մոդեռնիզացնես, բայց պայման դրեք, որ շենքը պարտադիր պետքա մնա, որտեղ ասում եմ, սրանից հետո լինելու է Զվարթնոց օդանավականը, սրանք մեր ճարտարապետական կոթողներ են, սրանք Երևանի ինքնության մաս են։ Հայփոստը հենց Կոնդ թաղամասի դիմաց է, որի վերաբերյալ մեծ ծրագրեր ունի քաղաքային իշխանությունը։ Երևանի քաղաքապետարանից Ազատությանը հայտնեցին, որ երկու նախագծերը իրար հետ կապ չունեն։ Ճարտարապետ Սևադա Պետրոսյանի համար սա եւս մի ապացույց է, որ աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախ ձեռքը, ու քաղաքային պլանավորման ամբողջ գործընթացը գլխի վայր է։ Ու սա միակ օրինակը չի։ Մենք ունենք Ֆիրդուսի օրինակը, մենք ունենք Կոնդի օրինակը, մենք ունենք Կասկադի գլխին ինչ որ համերգասրահ կառուցելու որոշման օրինակը, մենք ունենք ակադեմիական քաղաքը։ Տեսեք, քաղաքը ունի վերջիվերջո հիմա աշխատող թե չաշխատող ունի տարածական պլանավորման փաստաթուղթ, որի մեջ այս բոլոր խոշոր ծրագրերը, որի մասին ես նոր ասացի, որևէ մի ձևով արտացոլված չեն։ Կառավարությունը ինչ որ որոշումներ է կայացնում, որով Կոնդի, ասենք, 1/6 տարածքը օտարվում է մեկ այլ ծրագրի, այսինքն ամբողջ նույնիսկ եթե խոսում ենք Կոնդի մրցույթի այդ շրջանակներում ինչ որ Կոնդի վերակառուցման կամ Կոնդի վերաբերյալ ինչ որ նախագծի, նշանակում է կառավարությունը դեմ է գնում մեկ այլ գերատեսչության, քաղաքային իշխանության արած նախաձեռնությանը։ Հասարակ նույնիսկ կոորդինացիայի տրամաբանություն չի պահպանվում, ել ինչի մասին է խոսքը գնում, եթե մենք խոսում ենք բարդ քաղաքի նման, մայրաքաղաքի նման բարդ մեկ համակարգի մասին։ Ու մինչ երևանցիները անգամ պատկերացում չունեն, թե ինչ նոր հսկա է վեր խոյանալու փոքր կենտրոնի հենց սրտում, ինչ տրանսֆորմացիայի է ենթարկվելու հայփոստն ու հարակից տարածքը, հարևան Կոնդի բնակիչները լուր հետևում են այս գործընթացին եւ հիշեցնում. եթե խոստումներին հավատային, մայրաքաղաքի ամենահին թաղամասերից մեկի հատուկենտ բնակիչները մինչև հիմա փոխհատուցումների չէին սպասի։ Տասնյակ տարիների ընթացքում քայքայված Կոնդի վերակառուցման ծրագիրն էլ գոնե սկսված կլիներ։ Սրա ծիծովա գլուխանը որ մեկի հանը։